Մեր եթերը հարուստ է, երբ ուժդված է անշուշտ հայկական հարազատ երգերով, ու հատկապես այսօր պիտի անդրադառնանք այնպիսի երգի, որ այդ հայկականության իսկական պատկերը կփոխանցի։ Ողջույն աշխարհասփյուր հայրենիներ։ Ես այն հայի տունը կերտամ, ով խոսում է հայերեն, նրա այքում բլբուլ դառնամ, ով երգում է հայերեն։ Ես այն հայի դուրը կերտամ, ով խոսում։ Իսկ մենք այս պահուն գմյանանք այն նվիրյալ հայորդին, ով իր ասպարեզի ընտրած ճանապարհով անխոնջ աշխատանքով կփորձե տեր կանգնել հայ երգին։ Սայաթ Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլի մեներքիչ, Երևանի Անուշավան Դերղևոնտյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ինչպես նաև դասախոս Արնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի Սուրեն Քևորքյան։ Եվ այժմ գմյանանք, ողջույն սիրելի Սուրեն, այսօր մենք կվայելենք քու այս երգի նոր կատարումը մեր եթերեն, Աշուղ Շահեն եւ հայերեն։ Վստահ պատահական չէր այս երգի ընտրությունը, Աշուղ Շահենի հայերեն երգի։ Լսենք ինչպես ծնունդ առավ երգը, խաղապարը եւ ընթացքը անոր։ Ողջույն սիրելի Կարմեն, ողջույն Վանաձայն հաղորդաշարի սիրելի ունկնդիրներ։ Շնորհակալ եմ հրավերի եւ այս գեղեցիկ զրույցի համար։ Այո, ինչպես նշեցիք, երգի ընտրությունը պատահական չէր, քանի որ ես դասավանդում եմ Երևանի Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում որպես ժողովրդական երգեցողության ամբիոնի դասախոս, դասավանդում եմ նաև Անուշավան Դերղևոնտյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում որպես ազգային երգի դասարանի ղեկավար։ Ամենակարևոր անգույն սկզբունքն այն է, որ երեխաների մեջ փորձում եմ արթնացնել, սերմանել հայ ազգային երգը, հայ ազգային երաժշտությունը, հայ երգը, հայեցին, հայկականը, մաքուրը, չէ որ ազգային երգը մեր ինքնությունն է, մեր ինքնության գրավականն է եւ մեծ նվիրյալների շնորհիվ կարող ենք ասել, որ ազգային երգը մտավ մեր կենցաղ եւ դարձավ մեր ավանդույթները եւ մեր ավանդույթների գրավականը եւ այս սկզբունքը հաշվի առնելով եւ ղեկավարվելով իհարկե այս սկզբունքների դրույթներով ես իմ երեխաների մեջ սերմանում եմ երգել իսկական հայինը, աշխուղական, ազգային, ժողովրդական, ինչը որ գալիս է հնուց, ինչը որ մեր երեխաները պիտի իմանան, քանի որ իրենք հայ գենի, հայ ինքնության կրողներն են։ Եվ այս գաղափարախոսության շրջանակներում ծնունդ առավ ստեղծելու մի տեսահոլովակ, որը մեզ հասել է Աշուղ Շահենի գրչից, հայերեն երգն է։ Ես այն հայ դուրը կերտամ, ով խոսում է հայերեն, նրա շեմի հողը դառնամ, ով հիմք ունի հայերեն։ Կարևորագույն սկզբունքս նա է եղել տեսահոլովակը նկարահանելիս, որ այս գեղեցիկ տեսահոլովակը սիրով ես նվիրում եմ իմ բոլոր աշակերտներին եւ իմ բոլոր ուսանողներին։ Եվ մենք արդեն կտեսնենք այդ ուսանողները մեր էկրանեն, քիչ հետ ամբողջությամբ պիտի դիտենք դարձյալ, իսկ քու երգերը ծանոթ են անշուշտ Վանաձայն ռադիոգանին, հատկապես Սայաթ Նովա աշխուղական անսամբլի ընկերակցությամբ։ Նախ հարցնեմ, եթե Ջիվանի աշխուղական դպրոցի սան եղած ես տուն, եւ եթե այո, ով էր քու տասադուն։ 8 տարեկան հասակում հիշում եմ, որ առաջին անգամ իմ սիրելի մայրիկի հետ եկանք Ջիվանու անվան աշխուղական երգարվեստի ուսուցման կենտրոն, որտեղ ինձ դիմավորեց իմ սիրելի ուսուցիչը
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։ Հիշում եմ, որ երգեցի, չեմ հիշում իրականում որ երգն եմ երգել, բայց հիշում եմ, որ ինձ ընդունեց աշակերտելու Արթուր Մնացականյանի դասարանում։ Արթուր Մնացականյանի մոտ սովորեցի 10 տարի։ 10 տարի սովորեցի Ջիվանուանվան աշխատական դպրոցում, դե իհարկե այդ ընթացքում նաև ընդունվեցի ուսումնարան Առնո Բաբաջանյանի անվան, այնուհետև կոնսերվատորիա եւ 6 տարի սովորելու եւ ավարտելուց հետո իմ սիրելի ուսուցիչը մայստրոն ինձ ընդունեց աշխատանքի Սայաթ Նովաշուական երգի վաստակավոր անսամբլում որպես մեներքիչ։ Այո, մենք արդեն լսած ենք քո գդարումները շատ քեղեցիկ եւ նոր գդարումները աշուղները հիմա այս պահուն չեմ հիշեր, բայց դուն շատ քեղեցիկ այսօրվա մերօրյա աշուղներու երգերը անգամ կգդարես Սայաթ Նովա աշուղական անսամբլի հետ։ Փոքր դարիքետ արդեն եղած ես փեմերու վրա։ Արդյոք ովքեր եղած են քեզի քաչալերողները, իսկ այսօր որ արդեն անվանի ես եւ շատ քեղեցիկ ցայն ունիս, ինչ կմտածես կամ ինչ են աբակա հետակա քու հերանագարները երկարվեստի ճամփուն վրա։ Կարմեն ջան, փոքր տարիքից ինչպես եւ նշեցի, երբ ընդունվել եմ Ջիվանու անվան աշուղական երկարվեստի ուսուցման դպրոցի Արթուր Մնացականյանի դասարան, մոտ 2-3 ամիս էր ինչ արդեն ուսանում էի եւ սկսվեց համերգային մի խառը շրջան։ Անդադար համերգներ եւ իմ սիրելի ուսուցիչը ամեն համերգից ինձ անմասն չէր թողնում եւ յուրաքանչյուր համերգի ես իմ մասնակցությունը պիտի ունենայի։ Չեմ կարող հաշվել թե քանի համերգ եմ ընդհանուր առմամբ ես անցկացրել, քանի որ դա անհաշիվ է, իրոք անհաշիվ, եւ կարող եմ ասել, որ մեծ մենահամերգներ եմ ունեցել իմ սիրելի կոլեկտիվի հետ, Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի նվագախմբի, մենահամերգներ ենք ունեցել Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների վաստակավոր անսամբլի հետ միասին։ Երաժշտական քննադատության հետ կապված կարող եմ ասել, որ առաջին քննադատը եղել է մայրիկս, այնուհետև ուսուցիչս, քանի որ յուրաքանչյուր համերգից հետո անդադար փորձում էինք նոր շտկումներ իրականացնել, նոր ուղումներ, հնի վրա նորը կառուցել ամենակարևորը եւ իհարկե սերս դեպի Ջիվանու անվան աշուղական դպրոց, սերս դեպի աշուղական երգը, աշուղական արվեստը այնքան մեծ էր, որ ես հասկացա, որ սա իմ կյանքն է, իմ ապրելու, իմ արարելու, իմ ստեղծագործելու միակ գրավականն է։ Եվ ինչպես ասում են, աշխատանքը տվեց իր ծիլերը եւ ես այսօր Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի մենակատար եմ, շնորհիվ իմ սիրելի ուսուցչին Շարունակենք մեր զրույցը, սիրելի Սուրեն, մենք անչափ շնորհակալ ենք եւ հբարտ ունենալով քեզ նման հայորդի ու մեզի քու երկով այսօր առավել վայել պարգևեցիր։ Ինչ կուզես ասել այսօր այս պահուն եւ մեր ունգընտիրներուն եւ անշուշտ բոլորիս։ Սիրելի Կարմեն, ես ձեզ նույնպես շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի, հարցազրույցի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ժողովրդին, ովքեր որ սիրում են, գնահատում են ազգային, աշուղական, հայկական, հայերեն երգն ու երաժշտությունը։ Հայ երաժշտությունը, ինչպես Կոմիտասն է ասում, այնքան հարազատ է ու ազգային եւ այնքան ինքնուրույն ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրականությունն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ խոսակցական լեզվից բացի ունի նաեւ երաժշտական լեզու։ Գնահատենք մեր երաժշտությունը, գրահատենք մեր ինքնությունը, չէ որ մենք հայ ենք եւ ապրելու ենք հայրենիքում, հայոց հողում հայերեն ստեղծագործելով, հայոց հողում հայերեն արարելով։ Շնորհակալ եմ։ Թող երաժշտական ճանապարհդ վայելենք անոր խորքն ու քեղեցկությունը։ Ես այն հայի դուրակ երթամ, ով խոսում է հայերը, նրա շեմի հողը
ունի հայերը նրա սիրո անձը դառնամ ով սիրում է հայերը նրա սիրո անձը դառնամ ով սիրում է հայերը նրա այգում բլբուլ դառնամ ով վարդ ունի հայերը նրա ձեռքի սազը դառնամ ով երգում է հայերը նրա սիրո անձը դառնամ ով սիրում է հայերը նրա ձեռքի գիրքը դառնամ ով կարդում է հայերը շահեն ասած հայ ժողովուրդ քեզ եմ դիմում հայերը երբ որ մեռնիմ ինձ կտանեք հայոց հողում 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 Զուլալ ու հարազատ երգ հայերեն մեր ողջունի խոսքը այս պահուն նաև երգի հեղինակ մեր մեծանուն Աշուղ Շահենի դուստր Էլինար Շահենի Գարչինք միայն հարազադին մնանք հավատարիմ հայ երգին ու երգը լսենք աղբյուրեն ունգընտրենք երգ մեևս Սուրեն Քևորքյանեն Աշուղ Երամ եւ աղբյուր ու մենք կվերադառնանք այս պահուն այն թուրը որ սիրում է հայերեն վանացային ռադիո եթեր